1856 թվականին Գուբերնսկայը, 1921-ին Լենինի, 1950-ական թվականներին Ալավերդյան և 1990-ական թվականներից մինչ օրս Հանրապետության փողոց։ Ես խոսելու եմ հենց այս փողոցի մասին և պատմելու եմ այն ամենը, ինչի մասին ձեզնից շատերը պարզապես չգիտեն։ Մինչ օրս էլ քայլելով Հանրապետության փողոցով հանդիպում ես հին շինությունների, որոնք քեզ ետ են վերադարձնում հին Երևան և տանում դեպի հիշողությունների գիրկը։ Այս փողոցում ժամանակին եղել է գրադարան, ճաշարան, Հայաստանի ձայն կազմակերպությունը, սննդի պահեստը, թիվ 57 դպրոցը, կառավարական շենքերն ու դատարանը։ Իսկ այժմ դրանց փոխարինելու են եկել էլիտար շինությունները, սրճարաններն ու պանդոկները։ Այդ ժամանակ, որ ես հարս եկա այստեղ, փողոցն կոչվում էր Ալավերդյան։ Տրամվայի գծեր անցնում էին մեր փողոցով, մեր պատուհանի տակով էր անցնում։ Հետո այս դիմացն, որ սեփական տներ էր, դոմիկներ էր, քանդեցին այդ շենքը սարքին եւ այդ Հանրապետության 82 շենք որ կա, հա, դիմացին, շենքը սարքին եւ այդ տակը լրի բաներ, խանութ էր, ասենք ասենք, պայեսներ, այս օնկոլ դիսպանսեր ուրուսկա բանության, որ սարքել են 65 թվականին, 61 թվականին, դրա տեղն եղել է այգի։ Այս փողոցում են գտնվել 26 կոմիսարների ազատագրական խորհուրդը եւ փրկարարական կոմիտեն։ Փրկարարական կոմիտեի ժողովները անցկացվել են Հանրապետության փողոցում, որին մասնակցել է հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը, ով հետագայում դարձել է կոմիտեի նախագահ։ Փողոցը հայտնի է եղել նաև Տեր Ավետիքյաններ եղբայրների մեխանիզացիայի գործարանով, որը հիմնադրվել է 1905 թվականին։ Պետք է նշել նաև մրգի պահածոյացման գործարանը, որը պատկանել է պարոն Իսապյանին։ Այստեղ ապրել է նույնիսկ հերոս Հայկ Բժշկյանը։ 2012 թվականի փետրվարի 19-ին կլրանար զորավար Հայկ Բժշկյանի ծննդյան 125-ամյակը։ Հաջողությունները միշտ ուղեկցում են գային, քանի որ նա առանձնանում է ռազմական հեռատեսությամբ, հակառակորդին հանկարծակի բերելու, նրա մտադրությամբ, կռահելու ունակությամբ, անսպառ քաջությամբ։ Գայի կյանքում առանձնահատուկ էր 1922 եւ 1923 թվականների Հայաստանում անցկացրած շրջանը, երբ նշանակվել էր հանրապետական ռազմական գործերի ժողկոմ։ Կարճ ժամանակում նա հասցրեց շատ բան անել հրամանատարների միացյալ զինվորական դպրոցի ստեղծման, ինչպես նաև լեռնահրաձիգային դիվիզիայի կազմավորման գործում։ Այժմ այդ փողոցը կոչվում է Մհեր Մկրտչյան փողոց, որտեղ որ ես ապրում եմ։ Դե սկզբնական շրջանում ավելի հոգեհարազատ էր, քան հիմի, որտեղ տարածքում կինո Երևանը կար, այս նեղ փողոցով Լիպկնեխտի փողոցով բարձանում ենք դեկայի ամառային կինոներ, որը ազատ ժամերին հանգիստ գնում էինք, զբաղմունք կար։ Ներկայիս Մհեր Մկրտչյանի անունը կրող փոքրիկ փողոցը նույնպես տարիներ առաջ եղել է Ալավերդյան փողոցի մի հատվածը, եւ հենց այս փողոցում է եղել թիվ 57 դպրոցը, որի փոխարեն հիմա կանգնած է այս էլիտար շենքը։ Հիշողությունները միշտ քաղցր են լինում, եւ երբ վերադառնալով անցյալ, վերադառնում ես հիշողությունների ամենավառ շրջանը՝ դպրոցական տարիները։ Անհնար է անցնել Հանրապետության փողոցով ու չնկատել Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հիմնական դպրոցը եւ իհարկե Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցը։ Դպրոցներ, որտեղ մեզանից շատերը սովորել են եւ նրանք դարձել են մեզանից շատերի համար երկրորդ ընտանիք։ Ուրեմն այստեղ մենք տեսնում ենք նահանգական վարչության շենքը եւ Երևանի նահանգապետի տունը 1850-ական թվականներին եւ ինչպես ասացի, փողոցը կոչվել է նահանգական հենց այդ պատճառով։ Ժամանակին այստեղ բոլոր շինությունները կառուցված են եղել եվրոպական ոճով, բայց հայկական սև եւ վարդագույն տուֆքարերից։ Հանրապետության փողոցում ապրել են միայն հարուստ եւ բարձրաշխարհիկ մարդիկ, եւ հենց այս փողոցն է եղել մայրաքաղաք Երևանի սրտին, հրապարակին, ամենամոտ փողոցներից մեկը։ Հանրապետության փողոցում է գտնվում եւս մի գանձ, որի մասին ուղղակի անհնար է չխոսել։ Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան ինստիտուտը, Ալեքսանդր Թամանյան Հովհաննեսի, անձ, ով հայ նոր ճարտարապետության հիմնադիրն է։ Նրա ստեղծագործությունները նոր ուղի են բացել հայ ճարտարապետության ավանդույթների զարգացման եւ նորի ստեղծման համար, սկզբնավորելով ճարտարապետական Թամանյանական դպրոցը։ Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին, մահացել 1936 թվականին։ 1904 թվականին ավարտել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանը։ Թամանյանի առաջին գործը Պետերբուրգի Սուրբ Կատերինա հայոց եկեղեցու վերակառուցումն է եղել 1904 թվականից 1906 թվականները։
Թամանյանի անունով է կոչվել Թանգարան ինստիտուտը, եւ 2001 թվականին Հայաստանի ճարտարապետների միությունը սահմանել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։ Ես իմ մանկության օրերը անցկացրել եմ Ալավերդյան փողոցի վրա։ Շատ գեղեցիկ փողոց էր, փոքրիկ հին տներով, եւ շատ հաճախ դուրս գալով գնում էի աշխատանքի, վերադառնում եւ հաճախ հանդիպում շատ գեղեցիկ արտաքինով, բարձրահասակ, թիկնեղ մի տղայի։ Ցավոք գիտեմ, որ ապարդյուն գցել քարտեզն իմ մանկության, վաղուց փոխել են քո անունը, իմ լավ փողոց Ալավերդյան, դու քո այգուց մինչև Խանջյանը, հատվածն ես կարճ մեծ քաղաքի, սիրում եմ քեզ ու Երևանը, դու ճանապարհն ես իմ կյանքի, իմ կարոտած սրտից ծորում է, դու ֆիդգույնի կաթիլն արյան, իմ հոգու գաղտնի անկյունն ես, իմ սեր փողոց Ալավերդյան։ Նրա աչքերի փայլը միշտ մնում էր իմ հոգում, եւ ամեն անգամ ես աշխատանքի գնալիս, թե վերադառնալիս, հավաքված բազմության մեջ փնտրում էի նրան, ուզում էի անպայման գտնել, նորից հանդիպել, շարունակել մեր հանդիպումը։ Դու քո այգուց մինչև Խանջյանը, հատվածն ես կարճ մեծ քաղաքի, սիրում եմ քեզ ու Երևանը, դու ճանապարհն ես իմ կյանքի, իմ կարոտած սրտից ծորում է, դու ֆիդգույնի կաթիլն արյան, դու իմ հոգու գաղտնի անկյունն ես, իմ սեր փողոց Ալավերդյան։ Ապերն ու սվոն մյուս աշխարհում մտել են գիրկը պատմության, երբ քաղաքում նրանց հիշում շեշտում փողոց Ալավերդյան։ Ու օրերից մի օր աշխատանքից վերադառնալուց ես տեսա, որ նա մոտենում է ինձ, ձեռքին կարմիր վարդը, եւ մինչեւ հիմա ես այդ վարդը պահում եմ որպես հուշ մեր լավ օրերի հանդիպման։ Չկա նավարդը ու կրպակը, արայն մտավ բանջարանոց, որքան փոխվել է իմ քաղաքը, որքան փոխվել ես իմ փողոց, դու քո այգուց մինչև Խանջյանը, հատվածն ես կարճ մեծ քաղաքի, սիրում եմ քեզ ու Երևանը, դու ճանապարհն ես իմ կյանքի, իմ կարոտած սրտից ծորում է, դու ֆիդգույնի կաթիլն արյան, դու իմ հոգու գաղտնի։ Մեր սիրո պատմությունը ունեցավ լավ ավարտ, մենք ամուսնացանք եւ որոշեցինք անպայման մեր նոր տունը գտնվի Հանրապետության փողոցի վրա։ Այսօր այսքանը, կհանդիպենք Աբովյան փողոցում։